Բաքվում պահվող հայ գերիների կալանքի վերաբերյալ ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեի արտահայտած կոշտ դիրքորոշումը երեկ հիշեցրել է ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակությունը։ Այդ զեկույցով ՄԱԿ-ը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է համարում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ գործողությունները։ Դա շատ կարևոր արձանագրում էր, որտեղ Ադրբեջանը հերքում է եւ հրաժարվում է տրամադրել համապատասխան կարգավիճակ Ժնևյան կոնվենցիաների համատեքստում։ ՄԱԿ զեկույցում նշված է, որ հայ գերիների իրավունքների, անվտանգության եւ արժանապատվության մասին մտահոգություններն ավելի են սրվել Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո։ Ճիշտ է, այնպես չէ, որ Կարմիր խաչից շատ բան էինք իմանում հայ գերիների մասին, բայց հիմա Ադրբեջանում ընդհանրապես չկա որևէ կառույց, որը կկարողանա անխոչնդոտ այցելել հայ գերիներին։ Բոլորս գիտենք եւ մենք էլ որպես կազմակերպություն բազմիցս արձանագրել ենք Ադրբեջանի կողմից կիրառված պրակտիկան խոշտանգումների, վատ վերաբերմունքի եւ այլն, հատկապես հայերի նկատմամբ։ Ուստի Կարմիր խաչի բացակայության գործոնը շեշտադրել կարծում ենք շատ կարեւոր էր եւ տեղին է։ Երեկ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մի փոքր հույս արթնացրեց։ Միրզոյանը ասաց, որ Հայաստանը փնտրում է ինչ-որ երրորդ կողմի, որի միջոցով կկարողանա Ադրբեջանից տեղեկություններ ստանալ այնտեղ պահվող հայ գերիներից։ Լիահույս եմ, որ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչները շատ զգուշավոր են եւ անտեղի հույսեր եւ ակնկալիքներ չեն ստեղծի։ Փորձագետները չեն հասկանում, շատ են միջազգային հարթակները, որոնք Հայաստանի կառավարությունը կարող է օգտագործել գերիների հարցը բարձրացնելու համար։ Գրեթե օրը մեջ տեսնվում են Ալիևն ու Փաշինյանը, Միրզոյանն ու Բայրամովը, բայց գերիների հարցով որևէ տեղաշարժ չկա։ Վստահ եմ, որ ցանկացած միջազգային հանդիպում, լինի դա երկկողմանի թե բազմակողմանի, որի շրջանակներում հնարավոր է բարձրաձայնել այս հարցը եւ ԵԱՀԿ-ում պետք է բարձրաձայնվեն եւ ՄԱԿ-ում, ինչպես տեսանք, երեք բարձրաձայնվեց եւ Եվրոպայի խորհրդի համապատասխան մեխանիզմների շրջանակներում պետք է բարձրաձայնվեն եւ որևէ կերպ բաց չթողնվեն։ Ըստ Միրզոյանի, իրենք ամեն օր են աշխատում գերիներին վերադարձնելու ուղղությամբ, բայց կուլիսներում Շարմ Էլ-Շեյխում էլ ինքը քննարկել է գերիների հարցը Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Ինչպես եւ միշտ այս պահի եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։